Առավոտ լույսո ուիկենդի շրջանակներում մեր շրջագայությունը շարունակում է սիրելի հեռուստադիտողներ եւ խոսել ճամփորդությունների ու туриզմի մասին առանցները մեղմ ասած ազնիվ չի լինի, ինչ ես կարծում։ Վստահաբար, այնպես որ մեր հյուրն է Վարդան Սարգսյանը, Վարդան, բարի լույս։ Բարի լույս, եկավ սիրուն ներկայացվեցիք, ասենց մի տեսակ նույնիսկ համաչեցի, բայց շատ հաճելի էր, ես այդ իմ սիրած թեման է եւ սիրով պատրաստ եմ զրուցելու այսպես վաղ առավոտից ճամփորդության մասին։ Կա քարտեզի վրա մի երկիր, որտեղ դու դեռ չես եղել։ Ոչ թե կա, այլ կան։ Որոնք են այդ երկրները։ Գոնե մի քանիսը։ Իրականում շատ են, այսպես մարդկանց մոտ տպավորություն է, որ ես ամբողջ երկրագնդով արդեն ճամփորդել եմ, Այո, հենց այդպիսի տպավորություն է։ Երկրագունդ տվեք, բայց այնպես ստացվել, որ աշխատանքի բերումով ես մի երկրում մի քանի անգամ եմ լինում, այսինքն ամեն տարի ինչ-որ երկրներ կան, որ պարտադիր գնում եմ, շատ կան երկրներ, որ չեմ եղել, եթե անկեղծ լինեմ, հիմա հավելված կա, գիտեք, վերջերս ներբեռնել էի ու պարզվեց ես դեռ 69%-ն եմ երկրագնդի տեսել։ Չենք հավատում։ Հա, դեռ 31% կա, բայց ինչ-որ անուններ կար, որոնք նույնիսկ չէի լսել, չգիտեի, նույնիսկ չհասկացա այդ որտեղ է, սկսեցի հետաքրքրվել։ Լատինական Ամերիկայում կան երկրներ, ցավոք, որտեղ չեմ եղել, բայց պլաններում կա, որոնց թվում է Բոլիվիան, Չիլին ու տենց մի շարք երկրներ։ Վտանգավոր վայրերը մի խոսքով։ Դες վտանգավոր վայրերի սիրահար եմ, ինձ դրանով չեք վախեցնի։ Եկանք ասենք շատ կարևոր մի կետի, որ վստահ ենք ճամփորդությունների ընթացքում մեծ տեղ է տալիս նաև ադրենալինին ու հետաքրքրությանը, եւ հիմա խոսենք վտանգավոր վայրերից, օրինակ ամենավտանգավոր վայրը, որ այցելել ես, որն է եւ մի քանի խոսք կիսվես մեզ հետ։ Իրականում վտանգավոր վայրեր իսկապես շատ կան, ես հիմնական նկարանումների ժամանակ եմ այդպիսի տեղերում լինում, ոչ ընտանեկան ճամփորդությունների կամ ասենք խմբային տուրերի շրջանակներում։ Եվ ինչ առումով վտանգավոր կարող ենք նրանց համարել։ Գիտեք, վտանգները շատ են, սկսած, չգիտեմ, մոծակներից, կան երկրներ, որտեղ շատ ապահով է, բայց կան մոծակներ, որոնք հիվանդություն են տարածում եւ դու պետք է զգուշ լինես, որ դեղորայք, պատվաստումներ, Նախապես դրանց մասին նախապես պարտադիր, այո, եւ այստեղ օրինակ մեր առողջապահության նախարարությունում ինձ հրաշալի ճանաչում են եւ ես զանգահարում եմ, ասում եմ, «Էս երկիր եմ գնալու», ասում են նորից, ասում եմ, հա, խնդրում եմ միացտուգեք, ինչ հիվանդություններ կա, որովհետև ամեն դեպքում չես ուզում հիվանդանալ եւ պետքա սեզոնն էլ ճիշտ ընտրել, որովհետև կան երկրներ, օրինակ նույն Եթովպիայում անձրևային սեզոնին արգելված է գնալ զբոսաշրջիկներին, որովհետև մալերիան շատ տարածված է եւ հետո դա վերադարձից միջև 2 շաբաթ հետո կարա այդ ամենը սկսի, այսինքն դու կարաս մտածես, որ ոչինչ չկա, մեկ էլ տաքությունը բարձրացավ 40 աստիճան։ Դա համար օրինակ այնտեղ, երբ ես լինում եմ, այնտեղ հատուկ հաբեր են վաճառում եւ գնում եմ, ինձ հետ բերում եմ։ Եվ ինչն է հետաքրքիր, օրինակ այդ հիվանդությունը մալերիան ամեն երկրում տարբեր է, պարզվում է։ Օրինակ եթե դու Եթովպիայում ես, ցանկալի է Եթովպիայում գնես այդ դեղերը, ոչ թե գնես Եթովպիայում եւ վարակվես Քենիայում, կարա չաշխատի։ Մի խոսքով շատ մանրունքներ կա, պետք է զգուշ լինել եւ իհարկե այսպես կրակոցներով լի տեղեր չեմ գնում, բայց տեղերը վտանգավոր շատ են, նույն Ռիո դե Ժանեյրոն, որ աշխարհի ամենասիրելի քաղաքներից մեկն է, որտեղ ես տարին 2 անգամ լինում եմ, բայց այնտեղ գիտեք, ֆավելաներ կա, պետք է հասկանաս, որ ֆավելա ես գնում, որտեղ եթե սխալ ֆավելայում հայտնվես, ուղղակի տենց կարաս վերջակետ դնել, հա, որտեղ ոչ ոք չի էլ հասկանա դու ուր կորար, որտեղ ես, ինչ ես եւ այլն։ Ռիո դե Ժանեյրոն շատ է սիրում, կա ինչ-որ մի երկիր, որը ամենատպավորիչն է, Ռիոն հանած։ Երկիր թե քաղաք։ Քաղաք կարող է լինել։ Գիտեք, իրականում չկա այդպիսին, որովհետև յուրաքանչյուրը ունի իր էքսկլյուզիվությունը, այսինքն եթե Ռիոն ինձ համար ամենաուրախ քաղաքներից մեկն է, որտեղ ես չեմ նշում Բրազիլիան, ես նշում եմ հենց Ռիո դե Ժանեյրոն, որտեղ Ռիոն ինքը քաղաք տոն, միշտ լավ տրամադրություն կա, մարդիկ սպորտով են զբաղվում, պարում են, երգում են, շատ եմ սիրում։ Նման տրամադրություն կա նաև Կուբայում, օրինակ երբ որ դու շրջում ես Հավանայում կամ ինչ-որ մի քաղաքում, թեկուզ հենց նույն Վառադերոյում, որտեղ ծովափնի հանգիստն է, եւս կա թեթևություն, այսինքն կան երկրներ, որտեղ դու հասնելուն պես հոգսերի մասին չես մտածում։ Կան երկրներ, որոնք sense ծանր են, Լատինական Ամերիկայում էլի դեպք կար, ունեք ինձ համար Էկվադորը մի փոքր ծանր երկիր էր, շրջակայելը հետաքրքիր էր, բայց ծանր էր։ Այսպես որ ասեմ, հատուկ մի տեղ, որտեղ ես շատ եմ սիրում, ես բոլոր երկրներում սիրում եմ լինել, նույնիսկ հարևան Վրաստան ես երբ որ գնում եմ, եւ ես այլ ձև եմ ընկալում, այլ պլաններ եմ գծում, այլ ուղիներ եմ փնտրում, ինչ որ չգիտեմ, այդ կարծում եմ մարդուց է գալիս եւ առանց դասել ինչ որ մի երկիր այդքան չեմ սիրում, բայց կան երկրներ, որոնց մշակույթն է
միայն շատ դուր գալիս եւ կան երկրներ, որտեղ դու ամեն տարի գնում ես եւ ամեն տարի դու նորով ես բացահայտում, օրինակ դրա այդ երկրներից մեկը միանշանակ ինձ համար Հնդկաստանն է, որովհետեւ այդ երկիր դու ամեն անգամ գնում ես, որ նոր բան ես բացահայտում, նոր բան ես տեսնում, նոր ինչ որ իրադարձություններ, այսինքն մշակույթով լի երկրները այդպիսին են։ Իսկ Ռիոյ գնում եմ, գիտեմ, որ գնալու եմ 7-8 օր արև ծով, ուրիշ տրամադրություն, կարնավալ, հիմա ամեն տարի փետրվարին են գնում խմբով, որտեվ կարնավալի ժամանակն է, ես 1 տա, օրինակ հիմա 2027 թվականին արդեն գիտեմ, որ փետրվարի 5-ից 10-ն է լինելու, մենք արդեն ամրագրել ենք իմ սիրելի հյուրանոցը, որը հետո sold out է լինելու, իմ սիրելի տրիբունայի տոմսերը, որտեվ շատ կարևոր է դու կարնավալում որ հատվածում ես նստած, որտեվ դու պետք է նստես ժյուրի դիմաց կամ ետնամասում, որտեվ ամենայդ ճոխը հենց ժյուրիի մոտ է լինում, այսինքն այդ խմբերը անցնում են, հասնում են ժյուրիին, ցույց են տալիս այն ամենավաուն, այսինքն սա պետք է ճիշտ գծագրել, այսպես, տենց առանձնահատուկ չեմ կարող նշել որևէ մի երկիր։ Մի փոքր ընդհանական է հիմա թեման, բայց հարցը ծավալուն լինելով հանդերձ, խնդրում եմ մաքսիմալ հավաքես ուշադրությունդ եւ կենտրոնացումդ, իհարկե բացի հնդկական մշակույթից եւ Ռիոյի խելահեղ տրամադրությունից, ամեն դեպքում որն է այն ամենատպավորիչ վայրը, հաշվի առնելով եւ մշակույթի եւ ազգաբնակչության մտածողությունը, սովորույթները, ավանդույթները, որն է այն վայրը ամենատպավորիչ, ուր կարելի է միշտ վերադառնալ։ Մտածել եք այս հարցի շուրջ։ Մտածել եմ եւ լուծումն եմ գտել հաճախ վերադառնալու։ Իրականում ես շատ կենթանական աշխարհ եմ սիրում եւ Աֆրիկայում այդ սաֆարիները ինձ համար պահեր են, որոնք չեն կրկնվում։ Պատկերացնում եք, չէ՞, դու հայտնում ես այդ պուրակներում, բնականաբար այն ինչ այդ պայն տեսնում ես, երբեք չի կրկնվում։ Այսինքն դու ամեն տարին 6 ամիս գնաս եւ սաֆարի այդ ջիպերով շրջես վաղ առավոտյան ժամը 5-ին, այդ շատ կարեւոր է, երբ կենթանիները քաղցած որսի են գնում, այդ տեսնելը, այդ դրայվը ինձ համար, այ որ ասում եք ուզում ես վերադառնալ, հենց այդ է, ես հենց այսօր պետք է լինեի Տանզանիայում, ինձ հետ մոտ 70 անց, բայց այստեղ եմ, գիտեք ինչ պատճառներով, հուսանք ամեն ինչ կխախանվի եւ շուտով կմեկնենք։ Այո, այո։ Ամեն դեպքում ճամփորդությունները նաև հաճախ լի են լինում հիասթափություններով, որովհետև միշտ չէ, որ մեր ակնկալիքներին համապատասխան է լինում տվյալ վայրը։ Ամենահիասթափեցնող վայրը ո՞րն է եղել։ Մադագասկարը։ Այդ Մադագասկար ես երազում եմ երևի մի 10 տարի երբեմ ես հայտնվելու Մադագասկար աստված։ Մարտին Լեոն Գլորիան չկային մեր պատկերացրած այդտեղ։ Եվ ժամանելուց հետո սկսեց հիասթափությունը։ Մենք շրջել ենք ամբողջ երկրով մեկ գրեթե, այսինքն ոչ միայն մայրաքաղաքում, այլ շրջել ենք տարբեր շրջաններում, նույնիսկ ներքին թռիչքներ, այդ աղքատությունը, այդ սերվիսի բացակայությունը, նույնիսկ այդ բաոբաբների այդ վայրը, որտեղ գիտեք հանրայդ բաոբաբներն են, որոնցով եւ գովազդվում է Մադագասկարը, մենք գնացինք ու այն որ աստված մենք էինք մի քանի գյուղի բնակիչներ ու անսահմանափակ մոծակներ, ուզում ենք ինչ-որ միտեղ սուրճ խմենք, մի սրճարան էր, պատկերացնում եք, աշխարհով մեկ հայտնի բաոբաբների պողոտան, այդ որ հիմա գրում ես Մադագասկար, այդ է բերում։ Մի հատ սրճարան էր, կեղտոտ, սնունդ չկար, ուրեմն մի գիշերվա մեջ ես 2 թե 3 հյուրանոց եմ փոխել, այսինքն մենք ինչ որ ամրագրում ենք հյուրանոց գիշերելու համար, ուղղակի այնքան վատներ, այնքան փնթի էր, այնքան կեղտոտ էր, որ գիշերը իրերը հավաքած գնում ենք, փնտրում ենք այլ հյուրանոց, այսինքն նայում ենք որն ավելի մաքուր, հիասթափություններ ամբողջությամբ, մենակ լավ էր, որ լեմուրներին տեսանք, բոլոր տեսակներին, իրականում գնացինք իրենց հայտնի պուրակներից մեկը, որտեղ դու ես գտնում լեմուրներին, բայց այնտեղ էլ այնքան օձեր կային, ես օձերից սարսափում էի, որոշեցինք, որ ավելի լավ է մայրաքաղաքում մեծ պուրակ են այսպես բացել, որտեղ դու գնում ես եւ լեմուրների բոլոր տեսակներին ծառերի վրա կարող ես տեսնել, տեսանք այդ միակ վաու էմոցիաներն էր։ Իհարկե մայրամուտին այդ բաոբաբների գույները, դեղինի մեջ այդ ծառերը, այդ ֆանտաստիկա էր, դա ոնց որ նկար նայես, մենք մեքենայով գնում ենք, ես չէի հավատում, որ սա ես տեսնում եմ սեփական աչքերով, բայց հիասթափությունը եւ երբեք չվերադառնալու ցանկություն, այսինքն միտքը, ես մտածում եի, որ ես շատ եմ գնալու Մադագասկար, կարելի է այնտեղից բռնել Սեյշելներ, որտեղ մոտ է,
բայց պարզվեց որ չէ։ Բայց դա էլի լավ է, որ հիասթափությունը լրացվել է գոնե ֆանտաստիկ տեսարաններով, ու դա հոգուտ մեջ վստահաբար հիշողություն է մնացել։ Յուրաքանչյուր ճամփորդություն ամեն դեպքում լի է կանխատեսելի ու անկանխատեսելի ռիսկերով։ Գուցե կանխատեսելի ռիսկերի արդյունքում այս դեպքում օրինակ դուք ունեցել եք հիասթափություն, բայց հետաքրքիր է գործունեության ճամփորդությունների ընթացքում եղել են անկանխատեսելի ռիսկեր եւ բարդություններ, որոնց բացարձակ չէիք սպասել եւ դուք եւ ձեր խումբը նաեւ։ Ոյ, գիտեք, շատ են լինում ցավոք, խումբը իհարկե չի տեսնում այդ ամենը եւ չի իմանում, որպեսզի պատկերացնեք, անցած տարի ինձ հետ մեծ խումբ մեկնել էր Մարոկո։ Մենք իջնում ենք Մարոկո, մեզ դիմավորում են, դե ես ինչպես եմ կազմակերպում, երաժիշտները հենց օդանավականում դիմավորում են եւ այլն։ Կազմակերպիչին ասում եմ, բա ուր է զբոսավարը։ Ասում եմ, զբոսավարը չի եկել, հեռախոս չի պատասխանում, պատկերացնեք, մենք խմբով եկել ենք եւ առավոտյան մեզ մոտ էքսկուրսիա եւ այսպես 9 օր շարունակ չկա զբոսավար։ Ասում եմ, պետքա գիշերը զբոսավար գտնենք, իսկ լավ զբոսավար մի օրում գտնել, այդ ռեալ չի, լավ զբոսավարները մի տարի առաջ պետքա, այսինքն արդեն զբաղված են։ Այդ ստրեսը, հիմա պատկերացրեք, մարդիկ բարձր տրամադրությամբ եկել են Մարոկո, երաժշտություն, ուրախ, բոլորը տեղավորվում են ավտոբուսում, դու չես կարա, դու պետքա ժպտաս, ինչ ուրախ է, բայց պատկերացրեք, ինչ ստրեսը, Մարոկոյի մասին, չէ՞։ Ստրեսը։ Եվ փառք Աստծո, որ մենք մեկ գիշերվա ընթացքում ես չեմ քնել ամբողջ գիշեր, ով ազատ էր բոլորի հետ հանդիպում էինք եւ այլն, ցավոք սրտի Մարոկոյում դա նորմալ երևույթ է, պարզվում է, մարդիկ կարող են խոստանալ եւ չգալ, դա նորմալ է իրենց մտածելակերպում, ինձ համար դա ստրեսային էր, որտեղ չէր եղել տենց բան, բայց այնպես անցավ տուրը, այնպես կազմակերպեցինք, որ մարդիկ նույնիսկ չի բացան, որ ուրիշ զբոսավար պետքա գար, որ այս զբոսավարը չէր եւ այլն, այսինքն տենց ստրեսային բաներ շատ են լինում, եղել է հասել ենք հյուրանոց, աշխատակից ասում է մեզ մոտ բուկ չկա, չի կարա տենց բան լինի, վաուչերները մեզ մոտ է, իհարկե դա տևել է 15 վայրկյան, հետո ասեց, վայ չէ կներեք տեսա բուկը, բայց այդ 15 վայրկյանում ես երևես մազերը սպիտակեց, որովհետև քո հետևում 70 անց, ովքեր քեզ են վստահել, դու չես կարա ինչ-որ մի հատ գիքս ունենաս, տենց բայեր շատ են լինում, բայց այս բիզնեսի մեջ այլ ձև հնարավոր չի, որտեղ տարբեր երկրներ, տարբեր մտածելակերպ, մարդիկ տարբեր են, ցավոք սրտի հաճախ հանդիպում են ոչ պրոֆեսիոնալներ, ինչքան է դու փորձում ես աշխատել պրոֆեսիոնալների հետ։ Դրա համար հիմնական երկրները, որտեղ ես վերադառնում եմ, իմ գործընկերները անփոփոխ են, իմ զբոսավարները, ովքեր փորձված են, արդեն անփոփոխ են։ Պլանավորելու մասին խոսելով, օրերը տաքանում են, ճամփորդական սեզոնը բացվում է, առջևում նաև ամառ է։ Հետաքրքիր է ըստ քեզ 2026-ի թոփ ուղղությունները որոնք են կամ որոնք են լինելու եւ ուր կարելի է մեկնել այս տարի։ Նաեւ իրադրությունը հաշվի առնելով աշխարհի։ Ինչ հետաքրքիր է, որ մենք խոսում ենք 2026 թվականից, որտեղ հիմա կոնկրետ այսօր առավոտյան մենք 2028-ն էինք պլանավորում, ոչ թե 27-ը, 28-ը։ Խոսենք ուրեմն 2028-ի, որովհետև 26 թվականի օրինակ իմ դեպքում մինչև հոկտեմբեր բոլոր տուրերը sold out են եւ գծագրված է, որ պետքա մեկնենք։ Հետաքրքիր ասիական երկրները շատ ակտուալ են դարձել, թոփը այս պահին Ճապոնիան է, մարդկանց ցանկություն այցելելու Ճապոնիա հայ զբոսաշրջիկի մասին է խոսքս, եռապատկվել ու քառապատկվել է, ես երևես 3 տարվա ընթացքում արդեն 6 խումբ եմ ունեցել, այս տարվա 2 խմբեր արդեն վաճառված են եւ Գառնան եւ Աշնան Ճապոնիան թոփերի թոփն այսօր եւ ամբողջ աշխարհով ամենավաճառվող ուղղություններից մեկը։ Մի քիչ անսպասելի էր ամեն դեպքում, հատկապես եթե հաշվենք առնում, որ խոսում ենք ամառային շրջանի մասին, բայց հետաքրքիր է։ Եթե ամառվա դե Ճապոնիան ամառը գիտեք, այնտեղ անձրևներ են, ամառը չէ աշուն գարուն, ես ուղղակի տարվա թոփ վաճառքների մասին եմ խոսում։ Ամառը որտեղ ակտուալ։ Մեծամասնությամբ ամառը ծով հայերը սիրում են ընտանիքներով մեկնել եւ երեխաների հետ երկար թռիչքներ կազմակերպելը բավական բարդ է եւ եկեք հաշվի առնենք, որ ամառը տրոպիկական երկրներում միշտ անձրևներ են, հա, նույն Մալդիվներում, Շրի Լանկայում, Թայլանդում եւ այլն, առաջնային ակտուալ են կարճ թռիչքներով տեղեր, օրինակ Կիպրոսը, որը հրաշալի է, ընդամենը ժամ ու կես կամ ժամ 40 րոպե ու դու տեղում ես եւ կան շատ լավ հյուրանոցներ։ Հունաստանն է շատ ակտուալ, մարդիկ սիրում են։ Այս տարի այս ամառվա համար Իտալիա
Ասիայի ծովափնյա քաղաքներից բավական հարցումներ կան, ամրագրումներ կան, մարդիկ Եվրոպա սիրում են գնալ եւ ինչը ողջունել է, որտեղ Եվրոպայում բացի ծովափնյա հանգստից նաեւ բավական շատ են էքսկուրսիոն տուրերը, այնտեղ կարող են պատմություն, մշակույթ, թանգարաններ եւ այլն։ Ամառվա սեզոնին հիմնական ավելի մոտ թռիչքներն են ակտուալ ընտանեկան հանգստով մարդիկ մեկնում են այստեղ։ Վարդան հազարավոր խմբերի, հազարավոր մարդկանց հետ է գործ ունեցել ճամփորդության հետ կապված, հետաքրքիր է ինչ առհասարակ փոխվել մարդկանց նախընտրության ու նախասիրության մեջ եւ արդյոք մարդիկ քեզ համարելով այս ոլորտում շատ պրոֆեսիոնալ ու աշխարհը շատ բացահայտած անձնավորություն հետամուտ են լինում քո խորհրդին նաեւ։ Այո, մարդիկ ինձ շատ են վստահում եւ ինչը մեծ պատասխանատվություն է ինձ համար, որովհետեւ այսպես խոսելը հեշտ է, բայց պատկերացրեք 70 անց, օրինակ կամ 80 անց քեզ հետ մեկնում է 3 երկիր բացահայտելու, օրինակ վերջերս մենք գնացինք Նեպալ, այնտեղից Հոնկոնգ, հետո թռանք Թայլանդ։ Այդ նախ կազմակերպելը դժվար է, բայց հետո ես ֆանատիզմով եմ վերաբերվում այս աշխատանքին, այսինքն ես չեմ մեկնում որևէ երկիր շրջելու, հանգստանալու, ես անկեղծ գեր հոգնում եմ այդ տուրերի ժամանակ եւ այնքան եմ հոգնում, որ նույնիսկ լողապ չեմ գնում, այսինքն մեզ մոտ ազատ օր է, ես չեմ գնում լողապ, ինձ պետքա փակվել համարում ինչ որ հանգստանալ մութ սենյակում եւ այլն, որտեվ շատ դժվար է։ Մարդիկ վստահում են եւ երևի թե այդ վստահությունը եկել է նաեւ իմ աշխատանքի միջոցով, որտեղ ես շատ լուրջ եմ վերաբերվում յուրաքանչյուրին եւ ինչա փոխվել մարդկանց մտածելակերպում։ Առաջինը COVID-ից հետո ճամփորդել ցանկացողների թիվը շատ է մեծացել։ Իսկ եթե ժամանակին մարդիկ մտածում էին բանկում գումար պահելու մասին եւ այլն, հիմա բոլորը ուզում են ճամփորդել, որտեղ հասկացել ես, որ մի օրում կարող ամեն ինչ փոխվի։ Մարդիկ սկսել են ընկերներով, ընտանիքներով, ես տեսնում եմ երեխաների հետ են շատ ճամփորդում Եվ իսկ խմբային տուրերի ժամանակ ինչ նահավես ձեռք են բերում նոր ընկերներ։ Այսինքն օրինակ ես հիմա ունեմ խմբեր, որոնք այսպես իրանց խմբերի անունը դրել են Վարդանի վկաներ, այսինքն այնքան են իրար, ինձ հետ կին կա, որ 36 անգամ ճամփորդել է, որ պատկասեք, այսինքն մարդիկ ընկերացել են, Երևանում հանդիպում են, օրինակ մի քանի օր առաջ հոլին էր, մենք գտնում էինք Հնդկաստանում, իսկ անցած տարվա մեր խմբի մասնակիցները Երևանում հոլի էին կազմակերպել, ռեստորանում այդ սարիներն էին հագել, հնդկական ռեստորան էին գնացել Այսինքն ճամփորդությունը առանձնատուկ նաև խմբային դարձել է այնպես, որ մարդիկ նոր ընկերներ, այնքան են ընկերանում, որ հարազատներ են, իրար հետ են ճամփորդում։ Հիմա դա համար իմ նպատակն է շատ շուտով արդեն ստեղծելու ակումբ, ճամփորդողների ակումբ, փակ ակումբ, որտեղ կլինեն այն մարդիկ, ովքեր ինձ հետ հաճախ ճամփորդում են, որոնց համար կլինի այդ ակումբում երաժշտություն, համերգներ, հանդիպումներ, քննարկումներ, նոր երկրների ինչ որ sense մի բան, որպեսզի այլ ավելի շատ լինի, որտեղ այսօր աշխարհում այնքան շատ են խնդիրները, իսկ ճամփորդությունը գիտեք, որ միակ բանն է, որ դու երբ արդեն օթանավականում ես, էլ ոչինչի մասին չես մտածում, խոսքի մասին չի, հակառակ ես մոտ մտածել այդ պահից սկսում, երբ աշխատանքային է, բայց այդպես ճամփորդը ես խորհուրդ եմ տալիս բոլորին ճամփորդեք, մի ափսոսացեք, ճամփորդեք, որովհետև այդ շատ է փոխում ամեն ինչ։ Իսկ ակումբի անդամ լինելու համար պետք է քննություն տանք, թե ոչ, ուղղակի ճամփորդում եք պատկերացրեք, ճամփորդությունների քանակով։ Եվ ինչ ես դու առասարակ բերել քեզ հետ այնտեղից։ Այդ հավես միտք է, որտեղ շատ երկրներում կան, իսկ ես կարծում եմ մենք արդեն հասել ենք այդ этаպին, որ կարող ենք մեզ թույլ տալ, այո, ճամփորդական ակումբ ունենալ։ Եթե մարդիկ ունեն սահմանափակ բյուջե, բայց միևնույն է ուզում են ճամփորդել, որոնք են ամենալավ ուղղությունները, որոնք հնարավորինս թանկ չեն լինի։ Հիմա այնքան շատ մատչելի թռիչքներ կան, տեսել եք, օրինակ ես հիմա մենք քան որ հիմա այնպես ստացվեց, որ ազատ եմ մոտավորապես 2 շաբաթ եւ երեխայիս 1 տարեկանն է, 1 տարի անցավ, մենք որոշեցինք գնալ Եվրոպա, այսպես եւ օրինակ մենք տոմսը գնել ենք բարին Իտալիա դեպի բարի 20 քանի եվրոյով մեկ անձը իհարկե արժեքը առանց ուղեբեռեր հետո ավելացեցինք ուղեբեռ բայց կարելի է նաև ինչ որ ռյուքսակով գնալ հա ուսապարկով գնալ եւ վերջ այսինքն հիմա շատ են թռիչքները հիմնական եւ դեպի եվրոպական երկրներ ասիական երկրները թռիչքներն են թանկ բայց այնտեղ կարելի է շատ մատչելի կանգ առնել, օրինակ նույն Բալիում պարտադիր չի դու 5 աստղանի հյուրանոցում մնաս, կարող ես կանգ առնել ավելի բյուջետային ինչ-որ հյուրանոցում, հյուրատներում նույնիսկ, որոնք շատ մատչելի են։ Դե բյուջեն իհարկե ամեն դեպքում պետք է, որտեղ նույն Եվրոպայում հա տոմսը մատչելի է, բայց հյուրանոցներն են թանկ։
կարելի է ճիշտ կազմակերպել եւ ես միշտ ասում եմ նույնիսկ այլ հարևան երկիր Վրաստան գնալ ու այնպես կազմակերպել ճամփորդությունն ու հանգիստը, որ մյուսով ծախսում է մի քանի միլիոն դրամ, այդ հաճույքը չստանա, ինչ որ դու օրինակ 100 կամ 200,000 դրամով։ Դե ի վերջո հասկանում եք, որ այստեղ էլ պետք է ամեն ինչ լինի նպատակային եւ գիտակցված։ Բայց արդյոք բոլորն են գիտակցում, թե ուր են մեկնում եւ ինչու, որովհետեւ գիտենք, կա ակտիվ հանգիստ, կա пассив հանգիստ, ունենք խմբեր մարդիկ, ում հետաքրքրում է մշակույթը, պատմությունը, կան մարդիկ, ովքեր պարզապես միայն ուզում են վայելել ծովափը եւ երբեմն չի արդարանում նրանց հույսերը։ Շատ մարդիկ չգիտակցելով, որ օրինակ գնում են ծովափ, գնում են ու մշակույթ են փորձում փնտրել, բայց այդպես էլ չեն կարողանում գտնել։ Ի վերջո, ինչպես փորձենք լուծել այս հարցը եւ ինչ խորհուրդ կտաք օրինակ պատմություն եւ մշակույթ գնահատողներին, բայց մարդիկ ովքեր նաեւ գնահատում են ավելի ակտիվ հանգիստը, ծովափ, ժամանցային իրավիճակներ եւ այլն։ Ինչ ուղղություններ այս դեպքում ավելի խորհուրդ կտաք դուք։ Տեսեք, իրականում կան մարդիկ, որոնց բացարձակ չհետաքրքրում էքսկուրսիոն ծրագրեր։ Օրինակ ես ընկերներ ունեմ, ովքեր ամեն տարի մեկնում են էմիրություններ եւ կոնկրետ նույն հյուրանոց, նույն լողափ եւ առաջին օրը չեքին են լինում, վերջին օրը չեկաուտ են լինում, գնում են օդանավակայան։ Իրանց հետաքրքիր չի, օրինակ պատմություն, որպեսզի փոխեն այլ երկիր մի գնան։ Չգիտեմ, այդ պետք է երևի ցանկություն լինի, ցանկության դեպքում այսօր շատ հեշտ է ամեն ինչ, կարելի է գտնել կամ դիմել տուրօպերատորի, ինչ որ տուրիստական գործակալության, ով խորհուրդ կտա կկազմակերպի, մարդիկ տարբեր են։ Ես օրինակ շատ пассив հանգիստ ժամանակին չէի սիրում, հիմա սիրում եմ, որովհետև ինձ բայց ես ինքս ակտիվ հանգստի սիրահար եմ։ Այո, լողափ կարելի է, բայց օրվա երկրորդ կեսից հետո ես պետքա դուրս գամ, շրջեմ, ինչ որ նոր բան բացահայտեմ։ Կան մարդիկ, ովքեր օրինակ 10 անգամ եղել են Եգիպտոսում եւ նույնիսկ 5 ժամ մեքենայով չեն գնում տեսնեն պատմական բուրգեր, հա, որոնք հին աշխարհի հրաշալիքներից միակն է մնացել ու չգիտես վաղը դրանք կլինեն թե չէ, պետքա տեսնել, քանի կա այդ հնարավորությունը, առանձնատուկ այնտեղ դա շատ մատչելի է։ Բայց ոյ, չէ, ես 5 ժամ նստեմ, գնամ, ինչա բուրգ դե, ավելի լավ է ես մնամ վայելեմ իմ հյուրանոցային հանգիստը։ Այսինքն մարդիկ տարբեր են։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքում կամ այդ քաղաքին կից ինչ որ միտեղ հետաքրքիր վայրեր պատմական կարելի է գտնել։ Իհարկե խոսքը նոր քաղաքների մասին չի, էմիրություններում կամ Քաթարում կարծում եմ այնտեղ մշակույթ գտնել այնտեղ վաուն է շատ ամենա, բայց մնացած տեղերում կան եւ շատ հանգիստ կարելի է գտնել, այլ հարցը ցանկությունն է եւ մարդը ունի այդ ցանկությունը թե ոչ։ Բայց գիտես, երբեմն ցանկություններ ունենում ենք, օրինակ ես միշտ պատմության ու մշակույթի բացահայտման կողմնակից եմ, բայց երբ մի պահ մտածում եմ, որ օրինակ 3 որդիներիս հետ պետք է ճամփորդեմ եւ գնամ պատմամշակութային կոթողները բացահայտելու, այ դա արդեն մի տեսակ չեմ պատկերացնում եւ նախընտրում եմ գնալ հյուրանոցը, ծովափը, լողավազանները եւ վերջ որպեսզի ի վերջո կատարյալ մեր երազանքների հանգիստը կայանա։ Ընտանեկան երեխաների հետ հանգիստ ուղակի։ Այ պետք է տարբերակել երևի։ Հա, բայց եթե դու գնում ես ճամփորդության, ցանկալի է ինչ որ մի բան անպայման տեսնել։ Դե երեխաների հետ գնալ նույն բուրգերը տեսնել, կարծում եմ, չգիտեմ ինչ տարիք են երեխաները, բայց հա շատ դժվար կլինի։ Հա, շոկին եւ հետո երեխան էլ պետք է այդ հասկանա, արդեն գիտակցի, որ քեզ էլ հաճելի լինի բացատրելը։ Օրինակ իմ տղան այսը լինում է 1 տարեկան, արդեն 5 երկրում է եղել եւ միակ բանը, որ իրան շատ ոգևորել էր, դա Թայլանդի փղերն էին։ Այսինքն ինչ ցույց ենք տվել ինչ այդ մուլտերում դեռ հետաքրքիր չէ։ Ամենաշատը տեսել նրանց։ Բայց ես մեկը իր հետ տանում եմ, ցույց եմ տալիս, տես, սովորեցնում եմ։ Ուզում եմ այսինքն փոքր ժամանակից եկել է ճամփորդ մեծանում։ Հա, արդեն, հիմա փաստացի գնում ենք նորից ճամփորդության, եւս 2 երկիր, 7 երկիր, 1 տարվա համար, այդպես ված։ Այսինքն չկա այդ կարիքը, որ օրինակ ճամփորդություններս շուտ ավարտեմ, որ վերադառնամ Հայաստան, որովհետեւ երեխային դե դա միշտ կա, ոնց չկա, այդ չկա, ամեն րոպե կա, փրկում է հեռախոսը, զանգ, տեսազանգ, ոնց են ասում, չգիտեմ, եւ անդադար նայում եմ տեսանյութերը, ֆոտոները, չէ, դե կարոտը միշտ կա, բայց փորձում եմ այնպես անել, որ ինքը եւս ինձ հետ լինի, շատ հաճախ չի ստացվում, որտեղ կան երկրներ, որոնք հեռու են եւ այլն, հիմա հաստատ Ռիո դե Ժանեյրո երեխային չեմ թողնի, որպեսզի 1 տարեկան հասակում 18 ժամ ինքնաթիռում լինի, բայց հա փորձում եմ մի քիչ էլ մեծացավ, ինձ թվում է միշտ ինձ հետ ամունելու, թող սովորի, թող սիրի, ի վերջո պապայի աշխատանքը պետքա շարունակող լինի, այո, մարտադիր։ Ինչպիսի հայր ես դու, Վարդան, եթե փորձենք բնորոշել։ Վայ, ֆանատ,
Քանի որ ես ուշ տարիքում եմ փաստացի հայր դարձել, պատկերացնում եք ինչ սպասված երեխա ինձ համար եւ այսպես ամբողջ երկրագունդը հիմա պատտվում է հենց իր շուրջ, այսինքն ինձ համար շատ կարեւոր է որպեսզի իրան հետաքրքիր լինի, ասենք ես իր հետ մի քանի օր առաջ գնացել էի տիկնիկային թատրոն, իր հետ նստել այդ ապրումներ բացատրում էի, այս կարմիր գլխարկն է, այս գայլն է, այսինքն չգիտեմ, նախ իր հետ ես մանկացել եմ, այնքան հավես Դա ամենակարևորն է։ Ամենակարևորը ես երեկոյան իր հետ գնացք եմ խաղում, ինքնաթիռ եմ խաղում եւ այլն։ Նոր կրկին հայրիկ է դարձել, վերջերս դրա համար շատ ոգևորված է։ Ես չգիտեմ, այդ զգացողությունները, դե բոլոր ծնողները տենց են եւ պետք է տենց լինեն։ Ինձ մոտ ուղղակի որ ուշ եղավ այդ ամենը եւ հիմա շատ մտածում եմ ինչի է սքան ուշ, ինչի, որտեվ երբ դու աշխատանքի մեջ ես, ժամանակը թռնում է, ես որ պատկերացնում եմ 7 տարի է ես այս աշխատանքն եմ անում եւ պատկերացնում եմ 7 տարի ավելի երկար է իդեպ 7 տարի ոնց որ քիչ թվա, չէ։ 7 տարի որ ես պրոֆեսիոնալ միշտ ճամփորդել եմ 7 տարի որ ես պրոֆեսիոնալ զբաղվում եմ այս աշխատանքով, այս տարի արդեն 8-ը կլինի, կլրանա ու այսպես տարիներ անցել են, ես անկեղծ չեմ հասկացել նոր տարի, ամառ, աշուն, գարուն ինձ համար շուտ անհասկանալի, ամեն շաբաթ տարբեր ժամային գոտիներ, ամեն շաբաթ տարբեր կերակուրներ, ամեն շաբաթ տարբեր բարդիկ, գույները տարբեր, չգիտեմ, աչքի ձևը տարբեր, այսինքն ես արդեն այդ ռիթմի մեջ այնքան էի ընկել, ուղղակի տարիները թռնում են ու մի օր հասկանում ես ստոպ, որ պետք է նաև վաղվա մասին մտածել Եվ շատ ուրախ եմ, որ երեխան կա, ամեն դեպքում իմ կյանքում ամեն ինչ փոխեց, նույնիսկ արդեն աշխատանքներ ինձ մոտ դարել սենց ստաբիլ, սենց արդեն զուտ գումար աշխատելու ինչ-որ բան, այդ ամենավտանգավորն է գործի մեջ, բայց երեխան նորից փոխեց, չգիտեմ, ինչ-որ տենց նոր մոտիվացիա, նոր ինչ-որ զգացողություններ, ու հիմա իրան եմ ցույց տալիս, շատ սիրում է ինձ նայել, ինչքան էլ է, իհարկե շատ չենք թույլ տալիս այսպես համացանցում լինի, բայց հաց ուտելուց անպայման ինչ-որ մի զբաղմունք է պետք եւ պապայի ծրագրերը նայում ու անվերջ ինձ ցույց տալիս, չհասկանալով էս սուր էս ինչ ես անում։ Գիտես մի քանի րոպեների ընթացքում, եթե բացարձակ մարդիկ քեզ չճանաչեն, գոնե այս րոպեների ընթացքում կարող են հասկանալ, որ եւ անձնական տիրույթում եւ աշխատանքային տիրույթում ֆանատիկորեն ես վերաբերում քո գործին, քո մասնագիտությանը, ընտանիքին, երեխային եւ այլն, եւ այս ամենից կարող է բխել մի հետաքրքիր եզրահանգում, որ դու նաեւ էքստրիմի ու ադրենալինի սիրահար ես ու արդյոք նաեւ տեղ ես տալիս էքստրիմով հարուստ ճամփորդություններին։ Այո, նորից եմ նշում, օրինակ ես երբ որ մեկնում եմ նկարանումների, ես էքստրիմ եմ սիրում։ Ստանդարտ այս շենքը կառուցվել է այս թվականին, այս էդի մեջի պետք է գնանք ջունգլիներ, ինչ-որ sense վտանգավոր իրոք ջարդվի ընկնի մի բան, այդ պարտադիր պետք է լինի ու հետո սցենար չենք գծում։ Օրինակ ես որ գնում եմ նկարանում, սցենար չկա։ Չգիտենք ինչ է լինելու 5 րոպե տեսք։ Ես գիտեմ ուր եմ գնալու, ասենք այս ցեղերի մոտ, բայց ես չգիտեմ ինչ հանդեղ լինելու, մեզ ոնց են դիմավորելու, ինչ է լինելու, այո, մեզ այդ կան մարտիկ, բայց ամեն ինչ sense այդ պահին է լինում։ Պահն է դառնում ամենակարևորը։ Այո, բայց այտենց դրայվի սիրահար եմ, հասարակ օրինակով ասեմ, շատ եմ սիրում այդ ամերիկյան այդ գորկաները, ես սիրում եմ այդ Disneyland-ները, ես գնում եմ Disneyland, գժվում եմ այդ Mickey Mouse-ներին, եմ ուզում համբուրեմ, վազում եմ, ոչ մի ատրակցիոն բաց չթողնեմ, այս տարիքում, ասենց այդ drive-ը կա եւ չգիտեմ, այդ պահումա որ դու միշտ երիտասարդ ես։ Վարդան այնքան անկեղծ ու ոգևորված է պատում, ինձ թվում է այս 20 ու ավել րոպեների ընթացքում մենք էլ չէ նրա ճամփորդեցինք են ինչ-որ մոլորակապտվեցինք, բայց հա պիտի վերադառնանք, այո։ Շնորհակալություն։ Ձեզ մերսի, շատ հաճելի էր։ Մեզ էլ է միշտ հաճելի քեզ մեր տաղավարում տեսնել ու ամեն անգամ նոր ուղղություններ ենք ինքներս մեզ համար եւս առանձնացում, վստահ եմ նույնը մեր հեռուստադիտողները, այնպես որ գուցե կհանդիպենք արդեն մյուս ճամփորդությունների ժամանակ։ Ձեզ լավ օր։ Քեզ էլ իսկ մենք շարժվում ենք առաջ։